Սերոժաս շատ առողջ մեծացել է, 8 տարեկանից, երբ որ սեպտեմբերից հաճախեց դպրոց, սկսվեց գլխացավեր։ Մտածեցինք, որ ինքը ամռան աշխուժ է, շատ իր աշխուժությունը, որ 5 րոպե ինքը չէր նստում, որ ասում ենք Սերոժիկ, մի քիչ նստի հանգստացի, ժամը 7-ից վեր էր կանում, գնում էր, ասում ենք հանգստացի չէ, ու գլխացավերը գալիս էր, մեկ էլ տեսնում եք քնում էր օրը ցերեկով, զարմանում էի, թե ինչի է Սերոժան էս տենց քնում։ Մի օր աշխատանքից որ տուն եկա, մի տեսակ աչքերը նկատեցի, որ ինչ-որ շեղվել է աչքերը, հա մամա, այսօր ասում է ինձի բոլոր ինչ-որ բան են ասում աչքիս հետ կապված, ասի լավ առավոտյան գնանք բժշկի տեսնեմ ինչ է եղել, երբևիցե չի հիվանդացել, մտածեցի կարող է երեխային հարվածել են, ընկել է, ինչ-որ բան ա եղել։ Գնացի մինչև առավոտյան արդեն աչքը, երկու աչքը շլացել էր, ընդհանրապես տենց չէր տեսնում։ Կարեցինք, պարզվեց, որ ուռուցք ունի։ Հիմա վիրահատել ենք 2013 թվականին, բայց չկարողացան ամբողջը հեռացնել։ Կյանքին վտանգ հնարավոր է սպառնել։ Այդ պատճառով կատարվեց ուռուցքի ռեզեկցիա, այսինքն որոշակի մասնահատում եւ կիստայի հեռացում։ Ներկա պահին ռադիկալ ոչ մի բան մենք հնարավորություն չունենք անելու։ Քանի ամիս անց նորից երեխան նույն էլի ձևի գլխացավ, որ ամբողջ գիշեր չէր քնում, այդպես հիմա ռեզուար են դրել, այդ ռեզուարի շնորհիվ է երեխան, որ գնում ենք ամիսը մեկ, այդ հեղուկը քաշում ենք, ինքը արդեն այնքան ես ուղղակի ապշած եմ իր այդ ոնց է կամքի ուժի վրա, ոնց է դիմակայում, որ ամեն ինչ ուզում անի, ասում եմ մամա, այս որտեղից եկավ, կպավ ինձ, ասում է կվերջանա, չէ, ասում եմ հա Սերոժիկ ջան, որ մի քիչ էլ դիմանան կվերջանա այս ամեն ինչը, ու ամեն ինչ լավ կլինի, դու արդեն 2 տարի է դպրոց չի գնում, կգնաս դպրոց, քո ընկերների, քո ֆուտբոլն է, շատ է սիրում ֆուտբոլ, բայց չի կարողանում խաղալ։ Շատ եմ սիրում փազլներով խաղալ, մեքենաներով ցավոքում եմ։ Հիմա ուզում ենք իրան արտասահման տանենք Լիտվա քաղաք, որ երեխան բուժվի, տեսնենք, չեն կարողանում, Գերմանիա այնտեղ ավելի լավ, ավելի բան, բայց գումարի հետ կապված չեն կարողանում։ Ստեղ սրբյան կյունն է, ստեղ բանը սրբի գիրք նկարներ շատ ունեմ, այս սրանքին։ Որ գնում ենք վիրահատության, ինքը այդ նկարից իր անկյունից վերցնում, տանում էր այնտեղի մատորներ դնում, ու միշտ ինքը սիրում է պատարակներ են գնում, մոմավառություն է կատարում։ Սերոժը շատ էր ցանկանում, որ Տեր Շահեն քահանան գա, նամակ էր գրել եւ մենք սպասում ենք, որ մեզ մոտ գա, երեխան տեսնի եւ օրհնվի, Տիրոջ օրհնանք ստանա։
Աման, ես ուղղակի հիացած եմ։ Լավ, որ այդքան խոսեցինք, կուզեի մի բան էլ ասել, որ գրել էիր, թե ուզում ես հանդիպել Մկոյի հետ, բայց անուն ազգանունը գիտես լրիվ։ Մկրտիչ Արզումանյան։ Սիրում ես իրան։ Այո։ Ես էլ եմ սիրում, գիտես։ Որ զանգեցինք, ինքը ասաց, որ նկարահանումներ ունի բան եւ այլն, չգիտեմ, բայց ես ուզում եմ, որ մենք հանդիպենք, ինչքան էլ զբաղված լինի։ Ինչ ես կարծում կգա։ Այսա փախնեմ ստեղ լավ։ Չէ, ուտես չէ, ուտես չէ։ Կարա թատե։ Ինչ։ Ստերից կարա գաստե։ Բայց դու չես ուտի նրանով։ Մեզով կօգնի կներեք։ Մի վարկան արի, էլի։ Կներես։ Հիմա ես չգիտեմ ոնց շարունակեմ։ Կօգնես շարժ։ Էսի չի գնա թե, էսի ամենակարաստ է։ Էթա բայց էսից չի կարա։ Լավ, արի սենց այն։ Ներություն էլի աղջիկներ ջան։ Մեզ կօգնեք շախմատի, չէ։ Ես մի խաղ խաղամ, հա, ու վազեմ տեսնեմ ով կարա մեզ օգնի։ Մեզ կօգնեք, եթե կարելի է շախմատի համար էլի չեմ կարող խաղամ։ Հա, շախմատ։ Հա, մի հատ։ Բարև ձեզ։ Այ։ Իմ անունը Մկո է։ Իմ դա Սերոժիկ։ Սերոժիկ, շատ ուրախ եմ, բարև ձեզ տղա։ Դե շախմատ ենք խաղում, շատ լավ։ Շնորհակալություն, շատ հաճելի էր տղա։ Ո՞նց ես, ո՞ւս ջան։ Լավ։ Շարունակենք այս խաղը։ Ինչ կա, ինչով ես զբաղված, հələ ասա։ Ինչ ես անում։ Լավ անցավ ես, հետաքրքիր էր։ Ինչ ես արել։ Ուր գնացիք, ինչ արեցիք։ Տոնից եկել ենք ստե։ Հա, միանգամից եկեք։ Շախմատ։ Շախմատ արեցին։ Ապրես։ Գնանք մի քիչ զբոսնենք։ Քանի որ դու ինձ շախմատով հաղթեցիր, ես քո համար անակնկալ եմ պատրաստել։ Պատրաստ ես։ Գնացինք։ Գլխարկը տուն ինձ։ Ահա։ Հələ պես, դուրդ կգա թե չէ։ Ահա։ Ուղղատիր։ Ինչ կասես։ Լավն է։ Լավն է, չէ։ Բացենք նա փորձենք։ Կարող ես մնացնել։ Ահա, ապրես։ Պատրաստ ես։
Սիրոջ ջան, ես քեզ, իսկ մենք գնանք շարունակենք, անակնկալները շարունակվում են։ Նայ լավ ավտոդրոմ տիքը։ Ես քանի որ շատ մեծ եմ բոյով, չեմ տեղավորվի դրա համար, միասին չենք քշի։ Բայց ես էլ կտեղավորվեմ աչքիս։ Հահա, տեղավորվեցի։ Շնորհակալություն։ Արսենին շնորհակալություն հայտնենք։ Շնորհակալություն, գնացինք, շարունակենք, հա։ Ծիծաղելի դեմք ընդունենք, կարող ես, նայ, այս կամերայի մեջ մեզ նկարում են 3, 4 լավելի պապա Ոնց էլ բա միանգամից երկու հատ դեր ստանանք։ Միանգամից երկու դեր, սկզբից բանն ենք նկարում, մի կերպարը, հետո փոխվում եմ, ասենք սկզբից կորյունն ենք նկարում, սկզբից այդ բեղերն ենք կպցնում, կոստյումով, նկարում ենք մի կերպարը, մի քանի տեսարան, հետո փոխվում ենք, պապի արդեն շորերն ենք հագնում, պապի գրիմն ենք անում և արդեն նկարում ենք պապիի տեսարանները։ Իսկ էլ մյուս կերպարներիցում ես ավելի շատ սերում։ Մանուկին։ Շատ ենք չէ տանջում մանուկին։ Պապին էլ կորյունն էլ, բոլորն էլ տանջում են էլ։ Երբ եք գնալու։ Ամսի 4-ին։ 4-ին։ 4-ին որ գնացի, կգաք, մայիսի կեսին կվերջացնենք տնտեսայի եթերաշրջանը, մեկ էլ արդեն պետք է աշնանը սկսենք։ Աշունը հենց որ սկսվեցին, կգաս կնայես, հա։ Գիտես չէ, սենց ոնց որ տուն լինի, բայց ինքը տուն չի։ Ու սենց լրիվ սենյակները ցույց կտամ քեզ։ Էլ ինչ հարց կար։ Էդ էր։ Ես շատ ուրախ եմ, որ քեզ հետ ծանոթացա, Սիրոժա ջան։ Հիմա պետք է դուրս գանք։ Մերսի։ Սովածացել ենք, չէ՞։ Սիրոջ։ Դու քրիկ ապերիք ունես։ Երկու հատ քրիկ։ Սիրում ես բակը ձեր։ Շատ։ Գործանում ես բակը։ Ինչ օրինակ։ Հող եմ փորում, ծառում տնկում։ Ոնց հող ես փորում։ Փորում ես ծառ ես տնկում։ Կեր։ Հանեմ վրայի բիբարները։ Բայց
Այնա, բիբարով ես ուտում, դուրը տեկավ, դու չէի փորձել, բայց ինչի անեցի, մտածում էր կդ մռ բան, կծու է։ Վերքեր, Ջան, վերքեր, այս էլ կուտեմ, այս բան անեմ, կետչուպ ուզում ես, չէ լավ է։ լավ էր, կստացար։ Իսկ հիմա գնանք քո մյուս ցանկությունը կատարելու։ Գնում ենք Սուրբ Սարգիս եկեղեցի։ Գնացինք։ Լավ էր ամեն ինչ, հաջողություն կրկին անգամ։ Լավ անցավ, չէ՞, Սերոջ։ Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ իմ տղան արդեն մոմ վառի, ինչ ես կարծում։ Գնանք ու աղոթենք առ Աստված, լավ։ Ջան է։ Գնացինք։ Միշտ Հավիտյանս հավիտենից ամեն Պապանիչ եւ ուսավատացլուց Քրիստոս Աստված մեր Պահյա Պապանյա ամենավատացյալ հայ ժողովրդի կեսայոց Սերյոժա Ծառայսկո եւ Մկրտիչ Ծառայսկո եւ ընտանիք Գերդաստան Սոցա Ընթովանյավ Սուրբ Եպատվական խաչի վտքո ի խաղաղության Փերկիա հերևելի վաներ ու շնանվույն արժանավորյա գոյության փառավորել ըսքեզ ընթորին դուք ծրփո այժմ եւ միշտ Հավիտյանս հավիտենից ամեն Ես ուզում եմ մի երկու խոսք ուղղել իմ տղային, ուղղակի հաճախ բարեկամություն է կոչվում այն հարաբերությունը, երբ մարդիկ փոխադարձ օգնում են ամենաազնիվ հարաբերությունների վրա։ Հիմա մկոն Իմ քո բարեկամներ, ես էլ չէ բարեկամ դարձա։ Քո բարեկամներն են իրապես այս բային, իմ եղբայր եւ կարծում եմ, որ այս ամենը մեզ խորելու առիթ պիտի տա։ Մտածենք այս մասին։ Կեվի մեր Զաքուկին շնորհակալություն իհարկե մեր Ես էլ եմ շնորհակալ այս հրաշալի Աստված զորացնի մեզ բոլորիս Իմ արձագանքեցին Սերոժիկից նամակին ու եկա Աստված ձեզ պահապան Շնորհակալություն Հաջողություն Միշտ նոր հանդիպում եղբայր Ողջույն քեզ Հաջողություն Ջան, այս ոնց կլինի, ընթացքին կարծիքով պետք է լավ լինի, էլի տղայի վիճակը։ Ես էլ շատ մեծ հույսեր ունեմ։ Կարևորը միշտ գիտակցել ու միշտ զգալ Աստծո ներկայությունը ցանկացած ամեն ինչում եւ այս բարագայում շատ կարևոր է։ Կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Դու էլ չէ՞ ունես, Զաքուկ ունես։ Ես շատ բաներ եմ խոստացել Սերոժային, որ մենք միասին անելու ենք։ Օրինակ ասում մեր Զաքուկը այսօր ուրիշ ինչ տպավորություն թողեց քո վրա։ Շատ լուսավոր մանուկ է, շատ լավ մարդ, լավ ընկեր։ Չգիտեմ, այն ժպիտը, որ տեսնում ես, արդեն ասում են աշխարհը քոնն է դառնում։ Եվ այդ ժպիտը թող երբեք չպակասի։ Ամեն։ Ես բուժման ընթացքի համար, որտեղ նա առարկայորեն շփվեց, էլի Մկրտիչ Արզումանյան։ Ես շնորհակալ եմ նրանից, որ ինձ այդ հնարավորությունը նա տվեց եւ մենք ծանոթացանք
եւ ճանաչեցինք իրար ու ես շատ ուրախ եմ, որ կարողացա ինչ որ չափով դրական լիցքեր հաղորդել նրան։ Փառք Աստծո։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ ձեզ բոլորից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։